Բալիս։ Լավա դրան չի բախվել է։ Չէ։ Ասում լավա դրան չի բախվել։ Ցանցին է բախվել էլի։ Չէ, ուզում եմ ասեմ ուղիղ լներ կարող է բռնկվեր, հոսանքը տար։ Հոսանքա, չէ։ Քանի վոլտ է։ Շատ կլն էլի։ Լավա չի գլորվել է։ Նա չի թուրը հասը։ Աբովյանն է, չէ, սկորին տար է։ Երևան, հա։ Որ հիվանդանոցը։ Հա, Երևան։ Հա, անդե չեն ընդունել, ասել են տեղ չկա։ Nissan Tida, չէ։ Եթե այսինքն եթե 70 վրա մնացի է, 90։ Կարող է կյանքին վտանգ չլինի այն մարդ։ Հա, կողոց չլինի, Սաղ իրա մասերն է սա։ Դեցից եկել են, դեցից։ Հուլիսի 28-ն է, Կոտայքի մարզ, Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի Չայնի ոլորաններում դեպի Երևան ընթանալիս դեռևս անայդ հանգամանքներում Nissan Tida մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա քարերին եւ մոտ 15 մետր առաջ ընթանալով բախվել էլեկտրաբաշխի նշված կայանը հավանաբար կայանին եւ հայտնվել Զորակում։ Վթարի հետևանքով վարորդը ում առաջին օգնության են հասել քաղաքացիները եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն իմ տեղեկություններով այնտեղ նշել են, որ տեղ չունեն բուժառուին ընդունելու համար, ինչը զարմանալի է, եւ այդ բժշկական կենտրոնում չեն ընդունել հիվանդին, ում այնուհետև շտաբ օգնությունը տեղափոխել է Երևանի մեկ այլ մասնագիտացված հիվանդանոց։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատիրյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Ստե բան էլ ա եղել ոնց որ, հա։ Հենա։
այս բային բարեկները սահմանազատել են տարածքը եւ բարձում են ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը։ Ավտոմեքենան նաեւ բախվել է բետոնե էլեկտրասյանը։ Սրան էլ է բախվել էլի։ Հա, հենա, բախում է հենա։ Էս էլ իրա շիտը չի, հա։ Ինքը։ Հենա։ Այստեղից է եկել, դերվսան այդ հանգամանքն դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Պաշտպանիչ ցանցին էլա բախվե, այս ենթակայան, հավանաբար ենթակայան բաշիչ ինչ-որ կայան, ինչ-որ մի բան, հա։ Տարբեր հատվածներում դետալներն ավտոմեքենայի լավա չի գլորվել ձորը, չէ չես կարող ասել ինչ կլիներ։